Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան եւ Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիան են հուշագիր ստորագրում։ Տևական ժամանակ է միասին են աշխատում ու հիմա ավելի լուրջ գործունեություն են ծավալելու հանուն նրա, որ Հայաստանի տնտեսությունն էլ ավելի զարգանա։ Մեկնարկը սրա հնարավորություն է տալու, որպեսզի հետագայում մենք եթե միայն լիզինգային գործիքի մասին էինք մինչ այժմ խոսում եւ իր առանձնահատկությունների, հիմա նաեւ իր հաշվապահական, հարկային այն առանձնահատկությունների, որի մասին պետք է արդեն սկսեն խոսել մասնագետները։ Քանի որ կառույցները իրենք որպես այդպիսին առանձին են, բայց շատ մոտ են իրար, կարելի է բնութագրել, որ ոչ թե կամուրջի, եթե այսպես ճակերտները բացենք, կամուրջով տարանջատված են, այլ կամուրջը միավորում է երկու կազմակերպություններին եւ այսօրվա նաեւ հուշագրի ստորագրման նպատակը այդ համատեղ ջանքերի միավորումը եւ համատեղ հաջողություններ արձանագրելն է ֆինանսական կառավարման եւ լիզինգի միջոցով նաեւ ֆինանսական կառավարման մեջ։ Հայաստանի լիզինգի շուկան շատ մեծ տեմպերով է առաջ գնում։ Վերջին 5 տարիների ընթացքում ասոցիացիայի գործունեության ու պետական աջակցության ծրագրերի շնորհիվ այս գործիքը շատ ավելի ծավալուն ու ընդգրկուն բնույթ է ստացել։ Թեմայի շուրջ ծավալված պանելային քննարկմանը հստակ թվեր են նշվում։ Մենք այսօր ունենք մոտավորապես $1 միլիարդ հասնող ներդրումային պորտֆել, որը ես կարող եմ արձանագրել, որ ոչ մի ֆինանսական գործիք Հայաստանի շուկայում այս բանի նման տեմպեր չի արձանագրել։ Ծրագրի մեկնարկից մինչև օրս 411 միլիարդի է հասնում վարկային պորտֆելը, վարկային լիզինգային պորտֆելը, որից 70%-ը լիզինգն է։ Դա եւս ցույց է տալի լիզինգի կարևորությունը եւ նպատակահանությունը։ Լիզինգային շուկայի շնորհիվ տնտեսություն մտնող միջոցներն ավելացնում են արտադրողականությունը, բարձրացնում արդյունաբերությունը ու հեշտացնում են բիզնես գործընթացները։ Սա այն ամենն է, ինչ պետք է տնտեսությանը զարգ տալու համար։ Չկա մի այնպիսի ֆինանսական գործիք այս պահին մեր երկրում, որը այսպիսի աննախադեպ աճեր է գրանցում երամսյակի համեմատ։ Մենք գրեթե շուրջ 7000 գործարք ունենք իրականացրած, որի շրջանակներում ավելի քան 30,000 հիմնական միջոց է տրամադրվել։ Սա շատ խոսուն թվեր են եւ տնտեսության բոլոր ոլորտներն են շահել։ Լիզինգի շուկան ակտիվ է, բայց դեռ խնդիրներ կան ֆինանսական գրագետ կառավարման հետ կապված։ Ես փորձեմ խնդիրներին անդրադառնալ, այն խնդիրներին, որոնք ունեն ոլորտում եւ որոնք այժմ գույքագրված են, այսպես ասած։ Ֆինանսիստների ասոցիացիայի նախագահն ասում է, լիզինգատուների ասոցիացիայի հետ համատեղ են նախանշելու այն բոլոր քայլերը, որոնցով առաջ են գնալու ֆինանսական գրագետ կառավարմանը հասնելու համար։ Նախ առաջինը դա մասնագետների, մասնավորապես ֆինանսիստների կամ այն անձանց, ովքեր որ զբաղվում են հենց կառավարմամբ, գործիքների կառավարմամբ, իրազեկվածության բարձրացումն է, երկրորդը կարելի ասել կրթական տարբեր միջոցառումների, որոնք արդեն իսկ սկսված են։ Մենք առանձնացրել ենք արդեն 150 ինդիկատոր գործիքներ ֆինանսական կառավարման ոլորտում եւ կան կազմակերպություններ, որտեղ արդեն կիրառում ենք այդ գործիքները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ առաջիկայում լավ արդյունքներ են գրանցվելու նաև ֆինանսական գրագետ կառավարման ուղղությամբ։ Համագործակցության հուշագիրը կնքած կողմերը վստահ են, որ այս ուղղությամբ էլ առաջիկայում մեր երկիրը միջազգային հարթակներում լիզինգի շուկայի նման առաջանցիկ դեր է ստանձնելու։